Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է Արման Թաթոյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին։ Նրա հետ է նաև նախկին ԿՊ-ական Աննա Կարապետյանը։ Փաստը նկատում է Փաշինյանը խոնարհաբար աղաչում է Ալիևին ավելի զգույշ արտահայտվել, որպեսզի չխրտնեցնի հայ ընտրողներին։ Հրապարակը փոխանցում է ընդդիմադիր համայնքապետերին ձեռքում են պաշտպանված մեքենաներով շրջելու իրավունքից։ Ժողովուրդը նշում է, որ Բորիս Ավագյանի խոսքերից պարզ էր նա իրեն վտանգված էր զգում եւ ակնկալում էր պետական աջակցություն։ Փաստը գրում է իշխանության մեղմ ասած անգիտության ֆոնին կարծես վերջապես սկսել են կարևորվել պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը։ Հրապարակը տեղեկացնում է վեհապարը չի ցանկանում սրել իրավիճակը։ Ժողովուրդը գրում է Արսեն Թորոսյանը պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նշանակվեց նախարար։ Հրապարակն էլ նկատում է ԲԴԽ-ում հասկացել են, որ գոնե 10 տարվա փորձ է պետք։ Իսկ ժողովուրդը հաղորդում է, որ Ծաղկաձորի փոխքաղաքապետը նրա բանակային տարիքի որդին եւ ընկերները դաժանորեն ծեծել են ծաղկաձորցի մի տղայի։